Քամին հենց այստեղ է առաջացել։ Քամին, որ շրջում է Հարժիսի կիրճում, հարակից ժայռերում ու հասնում գյուղամեջ, սառն ու կատաղած։ Նախկինում եղել է անունը Յայջի։ Այդ չգիտեմ ինչ ծագում ունի, երեք պարսկական ծագում ունի, որովհետև Յայջի անունը եւ Ադրբեջանում, Պարսկաստանում է հանդիպում, եւ Նախիջևանում է հանդիպում, եւ Սևանի շրջանում է հանդիպում, Սևանի ավազանում եւ մեր մոտ։ Այդ քարտեզի վրա 4-5 հատ Յայջի կա, 68 թվականին անունը փոխեցին Հարժիս։ Մինչ 1931 թվականի ավերիչ երկրաշարժը հարժիսցիներն ապրում էին ներքին շենում, որ նաև հին Հարժիս է կոչվում։ Այ այստեղ։ Հին Հարժիս տանում է նեղ արահետը։ Մենք իջնում ենք հին Հարժիսը, հին գյուղը։ Այս ճանապարհով մենակ էշերը մեկ են ձիերներին իջնում։ Ավելի շնորհիվ դաժե ժիգունին են արիշնում։ Մի ավանդապատում կա հին Հարժիսի մասին։ Թուրքերը աչք ունեին Հարժիսի վրա, բայց վախենում էին նրա քաջ գյուղապետից։ Մի անգամ հրավիրում են հյուրասիրության ու հարբեցնում նրան։ Գյուղապետն առավոտյան արթնանում ու գյուղը ծխի մեջ ու ավերված է տեսնում։ Տեղում մահանում է։ Գյուղից փրկվում է միայն մի աղջիկ, որ հետագայում բնակություն է հաստատում Կապանի Հալիձոր գյուղում, եւ մի տղա, որին Տաթևի հոգևորականներից մեկն է գտնում։ Ասում են անունը Ղուկաս էր։ Հոգևորականը որոշում է Ղուկասի շնորհիվ կենդանացնել ավերված գյուղը։ Ուղղաձիգ ժայռի ստորոտին կառուցում են եկեղեցի։ Հենց այս Սուրբ Մինաս եկեղեցու մասին է խոսքը։ Ղուկասին ամուսնացնում են Տաթևացի աղջկա հետ, նոր գյուղ Յայջի են կառուցում։ Այստեղ կարծես բնական թաքստոց լինի, լեռներով, կիրճերով շրջապատված։ Հնամենի Սուրբ Մինաս եկեղեցու, կիսաքանդ կամուրջների ու լեռնաշղթաների պատկերը վայելեք, որ վերև Հարժիս գնանք։ Հարժիսի սրտում մշակույթի տամբակում վիշապաքարերի փոքր հրապարակ կա, որ պեղումների արդյունքում են հայտնաբերել։ Մարդու պատկերով վիշապակոթողը Հայաստանի պատմության թանգարանում էր ցուցադրվում, բայց նորից տուն Հարժիս են բերել։ Հարժիսում պաշտոնական տվյալներով ապրում է մոտ 830 մարդ։ Գյուղում հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում։ Հա, այդ սովի տարիներին ուրեմն այս տարածաշրջանի ամենահացով գյուղն է եղել։ Շատ մարդիկ իրենց երեխաներին փրկելու համար վեր են կացել, բերել մեր գյուղ, հնձից հետո թափված հասկերն են հավաքել իրենց երեխաներին պահելու։ Ապրել են մեր սովխոզի գոմերի տամբուրներում, ձմեռել են նույնիսկ գոմերում, աշխատել սովխոզում, այնքան որ կարողանան մի բուռ ցորեն կարողանան վաստակեն իրենց երեխաներին պահեն։ Եվ այդ տարածաշրջանում, Եղեգնաձորի, Վայքի շրջանում, ես որ ուսանող էի գնում գալիս էի, մեկ-մեկ այդ մեծերը, որ ասում էի, ես ինչ գյուղից եմ, վա, ես քո ցավը տանեմ, գիտես, մեր ձեր հացով ենք ապրել։ Գյուղում միջնակարգ դպրոց, մանկապարտեզ կա։ Գյուղի դպրոցում սովորող աշակերտները շրջանային ու հանրապետական մրցումների մասնակիցների շարքում են լինում, պատմում է դպրոցի տնօրենը։ Նրանց պատրաստած ռոբոտները որոշակի մրցանակային շատ լուրջ դեր չեն գրավել, բայց կարողացել են նպատակին հասնել եւ գովելի արդյունքներ ունենալ։ Բայց մի շատ լուրջ խնդիր է առանձնացնում Զավեն Գասպարյանը։ Կան շատ երիտասարդներ չեն ամուսնացել։ Մի 60-70 երևի ես կարող քիչ եմ ասում։ Երիտասարդ ունենք, որ չգիտեմ, մոդա է դարել արդեն չամուսնանալը։ Խնդիր է, լուրջ խնդիր, ասում է Գասպարյանը։ Երիտասարդները կամ չեն ամուսնանում, կամ արտագնա աշխատանքի համար գյուղից դուրս են գնում այս ճանապարհով։ Ասֆալտապատ է Հարժիս տանող ճանապարհը։ Գյուղ գնացող մեքենաները քիչ են, դուրս եկողները շատ։ Ներսում ապրողները դրսում ապրողներին են սպասում։ Աշխատուժի, զրուցակցի ու մարդու կարիք կա գյուղում։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։